Պարոն Աղազարյան, երեք պատիվ ունեմը հայտարարեց, որ չի աջակցում ձեր նախաձեռնությանը, նրանք ասում են, որ Էդմոն Մարուքյանը, Նիկոլ Փաշինյան երկու պրոյեկտն է, ձեր մեկնաբանությունը որն է։ Այո, ես տեղյակ եմ այդ հայտարարությանը եւ ցանկացած որ ցանկացած մեկը, ցանկացած քաղաքական ուժ, ցանկացած քայլ կարող է գտնել հիմնավորելու համար կարող է գտնել տարբեր պատճառներ, առիթներ եւ այլ։ Բայց աջակցելու դեպքում եւ հետո Հայաստան Դաշնքի աջակցելու դեպքում եւ իմպիչմենտի գործընթացը հաջողությամբ ավարտելու դեպքում մենք ինչ կարող ենք ունենալ։ Մենք կարող ենք ունենալ հետեւյալ պատկերը։ Էդմոն Մարուքյանը դառնում էր վարչապետ 1 տարի ժամկետով։ 1 տարի, որովհետեւ 26 թվականին մենք բոլորս գիտենք, որ ազգային ժողովի հերթական ընտրություններն են։ Այսինքն մասնայակիորեն իրականանում էր ընդդիմադիր մեր գործընկերների այս 4 տարվա տվայտանքների, երազանքների իրողությունը։ Վարչապետը հեռանում էր իշխանությունից 1 տարով նշանակում էր վարչապետ, որ ուզում էին նշանակեին Վազգեն Մանուկյանին, Բագրատ Գարստանյանին եւ այլ տարբերակներ։ Եվ հիմա այդ 1 տարվա հնարավորությունը տրվում է։ 1 տարվա ընթացքում ինչ է տեղի ունենում։ Նիկոլ Փաշինյանը գնում է հանգստանում է 1 տարի, ընդդիմադիրները եւ Էդմոն Մարուքյանը երևի թիվան ձևավորում ներկայանում են ընտրողներին 26 թվականի ընտրություններից առաջ իրենց ծրագրերով պետության առաջ ծառացած խնդիրների լուծման կոնտեքստում յուրաքանչյուրը ներկայանում է սահմանադրություն, Մինսկի խումբ եւ այլ։ Ներկայանում է եւ ժողովուրդը 26 թվականին ձևավորում է իշխանություն ըստ այդ ծրագրային դրույթների եւ մենք հնարավորություն կունենայինք անցկացնելու պատմության մեջ, նորագույն պատմության մեջ ամենաարդար ընտրությունները։ Ինչու՞։ Որովհետեւ կա Էդմոն Մարուքյան վարչապետ, կա քաղաքացիական պայմանագիր մեծամասնություն, կա Հայաստան Դաշինք, կա Պատիվ ունեմ Դաշինք, կա Վահագն Հովհակիմյան, Նիկոմից հարգված Կենտրոնական Տրական հանձնաժողովի նախագահ։ Որևէ մեկը այս ուժերից հնարավորություն չէր ունենա այս կամ այն կերպ բացասական ազդեցություն ունենալ ընտրական գործընթացների վրա։ Սա շատ գեղեցիկ հեռանկար է, որ մենք չունեցանք։ Հիմա ինչ վերաբերում է Պատիվ ունեմի այսպես կոչված մերժմանը այս պահին, պետք է հայտարարենք, որ դա չի նշանակում, որ մենք գործընթացը դադարեցնում ենք, այդ գործընթացը մնում է բաց, եւ ես կարծում եմ, որ որևէ մեր երկրի համար մինչև 26 թվականի ընտրությունները ճակատագրական հնարավոր ճակատագրական պահի կարող են եւ մեր ընդդիմադիր գործընկերները վերանայեն իրենց տեսակետը եւ միանան նախաձեռնությանը։ Իսկ ինչու են մերժում ձեր կարծիքով Պատիվ ունեմը չի ուզում վարչապետ փոխի, որտեղ իրենք հայտարարել էին, եթե վարչապետի թեկնածու լինի, առանց նախապայմանի կմիանան։ Դե ավելի լավ այդ հարցը ինձ տակ, որովհետև ես կդժվարանամ իրենց պատասխանը։ Ի սկզբանե առաջադրելով Էդմոն Մարուքյանի թեկնածությունը այնուամենայնիվ դուք մտավախություն չունեք, որ ընդդիմությունը այսպես կարձագանքի հաշվի առնելով, որ Մարուքյանը համագործակցել է Փաշինյանի հետ։ Գուցե ձեր Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան, առանցքի շուրջ հավաքված բոլոր քաղաքական ուժերը մասնակից են եղել մինչև 18 թվականի բոլոր ընտրությունների անցկացման կեղծիքի ձևով անցկացման ընտրակերտարարությամբ իշխանություն ձևավորելով այդ ճանապարհն են անցել եւ հետեւաբար մենք նաեւ այդ պատճառով պարոն Ասլանյանը եւ ես հայտարարել ենք, որ երբեք չենք համագործակցելու այդ ուժերի հետ եւ եթե նույնիսկ Էդմոն Մարուքյանի թեկնածությունը առաջարկած լինեն իրենք, ապա մենք նորից չէինք միանալու։ Հետեւաբար ուրիշ թեկնածու առաջադրեիք հաշվի առնելով ընդդիմության վերաբերմունքը գուցե ավելի չդող մեկին։ Մենք 7 թեկնածու ենք ունեցել, նախնական քննարկումների ժամանակ, որից մեկը ձեր իմ համեստ անձն է, մյուսը մեր վարչական երիտասարդ անդամներից մեկը, իսկ 5 հոգի հայտնի քաղաքական, տնտեսական գործիչներ են։ Անուններ ես չեմ տալու, կներեք։ Ձեր շանսերն ավելի մեծ չէ, պարոն Աղազարյան։ Իմ շանսերը ամենաբարձրն են, Նարեկ ջան, բայց ես դες տղա չեմ ապեր։ Ես դες տղա չեմ, ուրիշ ձևի տղա եմ։ Թեկնածու փոխելու հնարավորություն կա օրինակ։ Իհարկե, կանանք վաղ ուրիշ նախաձեռնությամբ հանդես գանք, ինչի մասն է խոսքը։ Կներեք ուրիշ ձևի տղան որն է։ Ուրիշ ձևի տղան Նարեկի տված հարցի պատասխանն է։ Վայ։ Չնայեցություն իմ հարցը ի՞նչն էր խնդրալից։ Ես հարցնում եմ ձեր շանսերը ավելի մեծ չէ։ Ասում ավելի մեծ է, իմ շանսերը ամենաբարձրն է։ Վաղ է պատասխանում հարցի, Նարեկ ջան։ Թե համարյա չես դրված բաներ։ Ուրիշ տղա, ուրիշ ձև։ Որովհետև ես ուրիշ ձևի տղա եմ, ուրիշ ձև եմ մտածում, դա համար ես չեմ առաջարկել։
Առաջարկել ենք պարոն Մարուկյանին։